Հենց սկզբում ասեմ, որ այդ մտավախությունները գիտական հիմք չունեն եւ պետք չէ նման ձևակերպումներով, եթե կարելի ասել, վախենալ, որովհետեւ այն ինչ որ վառվում է նավթամթերքը, իրենք արդեն ծանր ձևով հետագայում նորից այդ տարածքում կամ մոտակա տարածքում նստում են հողային շերտի վրա, դա ծծմբի օքսիդ է, ազոտի օքսիդ է եւ քամիներով, եթե ենթադրենք կարող են գալ հասնել Հայաստան կամ թեկուզ Միջին Ասիա, այդքան էլ ճիշտ չի։ Որոշ չափով գուցե արտանետումներ լինեն, որոնք քամիները կարող են շատ ավելի հեռու Թեհրանից եւ ռմբակոծված տարածքներից տանել, բայց դա հավանականությունը շատ քիչ է։ Այստեղ ես թարմացումներն եմ հետևում եւ թասնիմ տեղեկատվական գործակալությունը, այսինքն ինֆորմացիոն իրանական պաշտոնական գործակալությունը ասում է, որ Թեհրանում շատ վատ վիճակ է արդեն այսօր, քաղաքը պատված է մշուշով եւ քրոնիկ հիվանդների համար է շատ մեծ վտանգ, տարեց մարդկանց, այնտեղ անընդհատ հայտարարում են, որ տանից դուրս գալ պետք չէ, եթե կարիք կա, պետք է դիմակներ կրել եւ սպասել մինչ անձրևը կամ բնական միջոցներով այդ հրդեհվելու հետևանքում գոյացած արտանետումները կիջնեն դեպի, ինչպես ասացի, հողային շերտ։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր մտահոգության, աշխարհի համար սա մեծ բնապահպանական աղետ է, որ կարող է նաև մինչև Արաբյան թերակղզի հասնել, որովհետև ծովի հետ կապված տարածքներում էլ մենք հետևում ենք հնարավոր են արտանետումներ, քանի որ հստակ դեռ ինֆորմացիա չկա եւ Իրանը ինտերնետից զրկված է, կարծեմ գրեթե մեկ շաբաթից ավել, մենք չենք կարող հստակ ասել եւ լրագրողները այնտեղ չեն աշխատում, մենք օգտվում ենք միայն այստեղից այնտեղից նորություններից եւ պաշտոնական լրահոսում հիմնականում գրված է, որ հենց իրանական տարածքներում են աղտոտվածությունները նկատում։